Դարձյալ խաղաղություն, սիրելի ավադագիցներ, սիրելի հայ քրիստոնյաներ, այսօր ուզում եմ խոսել հազարամյայի մասին։ Այդ հարցը ինձ տվել էր մի հատ եղբայր եւ ես համարում եմ, որ կարեւոր է պետք է մենք գիտություն ունենանք Աստվածաշնչի վրայով եւ հասկանանք ինչու համար հազարամյան։ Այսինքն տեսնում եք, որ վերջավորության, երբ որ Գորստյան որդու Կազանի իշխանության վերջը գալիս է Քրիստոսի վերադարձով, այսինքն 3.5 տարվա վերջում Քրիստոսը իր զորքերով գալիս է երկնքից եւ ինքը բերնից ելած սուրովը սպանում է, փնաչնչում է եւ Կազանը եւ սուտ մարգարեն եւ դրանից հետո իհարկե ինչու համար չի սկսում նոր ստեղծագործությունը, որ հավիտենական է։ Տեսնում ենք, որ հայտնության գրքի 20-րդ գլխի մեջը սկսում է հազարամյան։ Հազարամյայից հետո է, որ ամեն ինչ վերանում է, բոլոր այս ստեղծագործությունը ինքը այլևս դեղ չի գտնվում եւ նոր ստեղծագործություն է Աստված անում, ամեն ինչ նոր է անում, նոր երկինք, նոր երկիր գսե եւ այնտեղ հավիտյանից պետք է ապրեն փրկված ժողովուրդները սիրելիներ։ Բայց դրանից առաջ տեսնում ենք հազարամյա սկսում է։ Հազարամյան սիրելիներ իհարկե դա երկրի վրա է, դա հավիտենականությունը չէ, դա 1000 տարի է երկրի վրա, այնտեղ մարդիկ տակավին մարմնով են սիրելիներ եւ այդ հազարամյայի ընթացքին ըստ Աստվածաշնչին մարգարեություններում մեջ տեսնում ենք, որ կարող է մարդ մահանալ, այսինքն ոչ թե մահ ընդհանրապես չի գա, այցեք ինչ է ասում Եսայի 65-րդ գլուխ 20-րդ համարը, գսե քանզի երիտասարդը 100 տարեկան պիտի մեռնի։ Այսինքն, եթե 100 տարեկան մարդը մեռնի, պիտի ասեմ, որ երիտասարդ էր։ 20-րդ համարի սկիզբն են ընթերցում, հոն անգամ մնալ քիչ օր ապրող տղա կամ օրերը չլեցված ձեր պիտի չլա։ Ուրեմն ձեր պիտի լա, մարդիկ պիտի մեծանան, բայց մարդու կյանքը երկարում է։ Հիշում եք, որ Ադամի օրերում մարդը 900 տարիից ավելի էր ապրում։ Ոնց որ նման է, որտեղ մարդը ձերանում է, բայց եթե 100 տարեկան մահանա, ասում է, որ երիտասարդ պիտի համարվի։ Ինչու համար սա ընթերցեցի, որ հասկանանք, որ հազարամյան երկրի վրա է հազարամյան սիրելիներ, դա Քրիստոսի եւ Սուրբերու թագավորությունն է, արդար թագավորությունն է երկրի վրա։ Եվ այն ժամանակ ընթերցենք տեսնենք ինչպես է սկսում հազարամյան եւ ընթացքում ցեզ պիտի բացատրեմ ինչու համար հազարամյան պետք է լինի։ Ուրեմն ընթերցում եմ հայտնության գրքի 20-րդ գլուխը։ Հետո գսե հրեշտակ մտեսա Հիսուսի վերադարձից հետո դուք կարող եք 19-րդ գլուխը կարդալ մանավանդ վերթավորության թագավորացը Հիսուս գալիս է իր զորքերով հզոր թագավոր դատաստան է անում Կազանի վրա, սուտ մարգարեի վրա եւ դրանք գրագել լիճն են ցկվում սիրելիներ եւ Հիսուս սուրբերի հետ սիրելիներ գալիս է եւ թագավորում է երկրի վրա 1000 ամյա հետո հրեշտակ մտեսա որ երկինքեն գիչներ ու անտունդին բանալին ու մեծ շղթամը ուներ իր ցերկը ամբրնեց վիշապը այսինքն առաջին օծը որ փանսարգուն ու սատանան է եւ կապեց սանիկը 1000 տարի հրեշտակը եկավ սատանային բռնեց 1000 տարի կապեց ինչու համար ու անտունդը ձգեց սանիկը եւ գոցեց վրայեն գնքեց փագեց այսինքն վրայեն եւ գնքեց որ չի բացվի որ ալ չմոլորեցնե ասկերը մինչև 1000 տարին լմնա
Անգե ետքը պիտի արցակվի անիգա կարճ ժամանակվան համար։ 1000 տարվա վերջավորության կարճ ժամանակվան համար պիտի արցակվի։ Ինչու համար պիտի արցակվի կարճ ժամանակվան համար, սիրելիներ, որովհետև երկրի վրա կատարյալ արդարությունն է տիրապետում, թագավորում եւ մարդիկ այդտեղ չունեն ոչ մի առիթ, որպեսզի սխալ բան արվի։ Կատարյալ արդարությունն է թագավորում երկրի վրա, բայց մի մոռանաք, որ մարդիկ մարմնի մեջ են եւ սրանք հավիտենական մարմնով մարդիկը չեն, հետեւաբար իրենց սրտերի վիճակները արդյոք փոխված է հազարամյա վերջավորության այդ թեստը պիտի անցնի այդ մարդոց վրայով, որովհետեւ բոլոր մարդ, որ ծնվում է մարմնի մեջ, ծնվում է մեղքից, սիրելիներ, բոլոր մարդիկ իրենք ընդրություն ունեն կյանքի ձեռը ընտրելու, Քրիստոսին ընտրելու, կամ ընտրել իրենց եսը, իրենց փառքը ընտրեն, սիրելիներ։ Հետևաբար հազարամյայի ընթացքին տեսնում ենք, որ պիտի լինի կյանք, ծնունդ պիտի լինի, մահ նույնպես պիտի լինի, բայց կյանքը շատ պիտի երկարի եւ սրանք չեն ծնվում հավիտենական մարմնով, սիրելիներ, սրանք իմ եւ քեզ նման են, բայց ավելի երկար ապրում է, որովհետեւ կլիման փոխվում է, մարդու երևի փչիչները փոխվում են, դա դերը գիտե ինչ է անելու, որպեսզի այդպես լինի հազարամյան, սիրելիներ։ Հետևաբար սիրելիներ, մի վարքան ես ասպետերին միացնեմ, որպեսզի չանշատվի կոմպյուտերը։ Ահա։ Հետևաբար հազարամյա վերջավորության մարդոց սրտերը պիտի քննվեն եւ պիտի տեսնենք ինչ է լինելու, որպեսզի ավելի չերգարեմ։ Ուրեմն սատանայի արձակվելը կատարյալ արդար է եւ դրա մասին մի քիչ ավելի պիտի խոսեմ ընթացքում, սիրելիներ։ Գսե աթոռներ տեսա, որոնց վրա նստան եւ անոնց թագավորություն դրվեցա։ Ով նստավ այս աթոռներուն վրա, անոնք որ Հիսուսի հետ վերադարձան։ 19-րդ գլխի մեջ տեսնում ենք, որ ուրեմն 19-րդ գլխի 14-րդ համարի մեջ, որ Հիսուս վերադառնում է, գսե երկնքի մեջ եղող զորքերը անոր յետևեն գերտային ջերմակ ձիերով, ջերմակ ու մաքուր բեհեզներ հակած։ Սա հարսն է Քրիստոսի, սուրբերն են ջերմակ եւ մաքուր բեհեզներ հակած, սիրելիներ։ Հետևաբար ասոնք եկան Հիսուսի հետ եւ 1000 տարի թագավորեցին։ Սրանց միացան նաեւ ուրիշ մարդիկ։ Գսեն նաեւ Հիսուսին վկայությանը համար ու Աստծո խոսքին համար գլխատվածներուն հոգիները տեսա, այստեղ հոգիները բառը պսուխե բառն է, որ կնշանակե իրենց անձերը տեսա։ Անոնք, որ երկրպագություն չրին քազանին, ոչ էլ անոր բատկերին, անոր դրոշմը իրենց ճակատներուն վրա ու իրենց ցերքին վրա չնդունեցին եւ ապրեցան, ասոնք եւս ապրեցան ու Քրիստոսին հետ 1000 տարի թագավորեցին։ Ինչ է կատարվում։ Ուրեմն Հիսուսի հետ եկող զորքը սպիտակ բեհեզներ հագած սուրբերը, տեսնում ենք, որ ուրիշներ նույնպես ապրեցան եւ Քրիստոսի հետ 1000 տարի թագավորեցին։ Որոնք են այդ ապրողները վերջին 3.5 տարվա ընթացքին, որ իրենք դեմ թրին քազանին եւ զոհվեցան։ Վերջին 3.5 տարվա ընթացքին ով է լինելու երկրի վրա։ Մենք գիտենք, որ յոթնյակը ուրեմն Գորստյան որդին պիտի ոնց որ խաղաղություն անե, բայց յոթնյակի կեսին պիտի հայտնվի իր ով լինելը, սիրելիներ, անցյալ նյութի մեջ խոսեցա, եւ ինքը պիտի սկսի հալածելու
Աստծո ժողովրդին։ Այն մեծ նեղությունը չսկսած երկրի վրա հարսի գարքավիճակ ունեցող սուրբերը պիտի հափշտակվին։ Եվ դա տեսնում ենք իհարկե, այսքանից խոսել եմ եւ տեսնում ենք 13-րդ գլխի հայտնություն Հովաննու 13-րդ գլխի սիրելիներ 5-րդ համարի մեջ, որ գսե գինա արուսավակ մծնավ, որ երկաթե կավազանով պիտի հովեր բոլոր ասկերը, անցել անգամվա թեմայի մեջ ես ցույց տվեցի հայտնության 2-րդ գլուխ 27-րդ համարի սա բանն է, զուգահեռն է, անոր զավակը հափշտակվեցավ Աստծո կով, անոր աթոռինքով։ Սա հափշտակությունն է սիրելիներ սուրբերին, եւ դրանից հետո երկինքի մեջ գինալ անապատ փախավ, անցյալ նյութը սեր, չէ, Մատթեոսի 24-րդ գլուխի։ Յան որ լսած է այդ նյութը արդեն գիտե, որպեսզի այստեղ ես չեր գարեմ նույն բանը կրկնելով։ Եվ երկինքի մեջ պատերազմ եղավ Միքայելի եւ հրեշտակները եւ Սատանան իր հրեշտակներով, բայց Սատանան բարձվեցավ եւ իր հետ ընկած հրեշտակները երկինքի մեջ դեռ չգտնվեցավ իրենք եւ դրանք ընկան երկիր։ Եվ գսե ուրախացեք 13-րդ համարի մեջ 13-րդ գլուխ 13-րդ համար ուրախացեք գսե ով երկինք անոր մեջի բնակողներ, բայց գսե վայ երկրին ու ծովուն վասնզի փանսարգուն ցեզի իջավ, որ շատ բարգացած է, գիտնալով որ քիչ ժամանակ պիտի գնա։ Այդ քիչ ժամանակը 3.5 տարին է։ 3.5 տարվա ընթացքում իհարկե Սատանան հոգի ընկած հրեշտակները հոգի են, ում են օգտագործում։ Սատանայի մարմնացումը, ինչպես մեր սիրելի Աստծո մարմնացումը Հիսուս Քրիստոսն էր։ Իսկ Սատանայի մարմնացումն է երկրի վրա։ Սատանայի որդին, ասենք, դա պիտի լինի գորստյան որդին։ Սատանայի որդին է դա։ Դա ներն է երկրի վրա եւ անոր փանագի միջոցով եւ ների միջոցով, այսինքն Սատանա գորստյան որդու միջոցով Սատանան փարգացած երկրի վրա մեծ նեղությամբ պիտի մատնե դրանք որ երկրի վրա են, մանավանդ որ դրանք որ Տիրոջ սիրում են եւ դրանք չեն ապաշտակված։ 144,000-ը հիշեցնեմ, 144,000-ը, եթե հիշում եք 17-րդ գլխի մեջ, հայտնության 7-րդ գլխի մեջ, դրանք 12 ցեղերեն են Իսրայելի, դրանք միայն արյունով իսրայելացիներ են սիրելիներ, մեզ նման հայեր չկա, ուրիշ երկրացիներ չկան, երբ որ հեթանոսներից փրկվածներու հարսի կարգավիճակ ունեցողները հափշտակվեցան, 144,000-ը պիտի Քրիստոսին ընդունեն, դրանք սուրբեր են, Քրիստոսին երախայրի լալու համար են, եւ վերջին 3.5 տարվա ընթացքում պիտի լինեն երկրի վրա Հիսուսի կամքը պիտի կատարեն, դրանք հրյաներ են եւ մեծ հավանականությամբ դրանք պիտի սպաննվեն սիրելիներ, որտեղ գսե որ հիմա ընթերցեցինք գսե սպաննվածներուն անձերը տեսա, որ ապրեցան, անոնք ապրեցան, Քազանի դեմ թրին եւ Քազանը իրենց սպանեց, երբ որ իրենց առաքելությունը կատարվեցավ, սպաննվեցան սիրելիներ։ Եվ գսե որ անոնք հարություն արին, գսե որ անոնք 1000 տարի թակավորեցին, մյուսներին հետ որ Քրիստոսի հետ եկել էին։ Եվ գսե բայց մյուս մերելները չապրեցան։ Միայն այս մերելները ապրեցան, մինչև 1000 տարին լրացավ։ Ասիկայի առաջին հարությունը երանելի է եւ սուրբ է անոր առաջին հարությանը մեջ բաժին ունի։ Ասոնց վրա երկրորդ մահ իշխանություն չունի, հաբա անոնք Աստծո եւ Քրիստոսի քահանաները պիտի լան, անոր հետ 1000 տարի պիտի թակավորեն։ Ուրեմն մի քիչ ավելի հստակացնելու համար ասոնք հարսի գարկավիճակ ունեցողներն են, որ դրանք հարություն են արել 3 փուլերով։ Առաջի փուլը հին ուխտի մեջի հարսայ գարկավիճակ ունեցողները, Հիսուսը երբ որ խաչի վրա մահացավ եւ հարություն արավ, դրանից հետո գսե քերեզմանները բացվեցավ եւ շատ մերելներ հարություն արին եւ Երուսաղեմ քաղաքը մտան եւ շատերու երևցան։
Դրանք որ հարություն արին եւ վերջ նորից չեմ մահանալու։ Դրանց վրա Հիսուսի հարության հետևանքով հին ուխտի մեջի հարսի կարգավիճակ ունեցող սուրբերուն վրա մահը չի կարողացավ պահել իրենց, մահ հաղթության մատնվեցավ եւ դրանք հարություն արին եւ Հավիտյանից Հիսուսի հետ դրանք կենթանի են հարուցյալ վիճակով։ Երկրորդ փուլը Հիսուսից հետո մահացող հարսի կարգավիճակ ունեցող հեթանոսներից փրկվողները, այսինքն մենք մեր նմանները, հափշտակության ընթացքում հափշտակությունից անմիջապես առաջ Թեսաղոնիկեցիների գրքի մեջ կարդում ենք դա, դրանք հարություն են առնում եւ գսե Պողոսը մենք եթե ողջ ենք մնացել, մենք որ ողջ ենք, երկնքի մեջ անոնց ենք միանալու, այսինքն մենք պիտի հափշտակվենք եւ երկնքի մեջ պիտի փոխվենք, այսինքն այս մահկանացու մարմինը անմահկանացու հավիտենականը պիտի հակագնի եւ դրանց հետ միասին պիտի բարձրանանք երկինք։ Սա երկրորդ փուլն է առաջին հարության։ Երրորդ փուլը առաջին հարության, այս թեման խոսել եմ ես, երրորդ փուլը առաջին հարության, երբ որ Հիսուս վերադառնում է հին ուխտի մեջի հարություն արածներուն հետ եւ նոր ուխտի մեջի հարություն արածները եւ հափշտակվածները միասին նրանց հետ վերադառնում է, որպես երկրին վրա թագավորե, 3.5 տարվա ընթացքում մահացածները, որոնք հարսի կարգավիճակ ունեն, որոնք հաստատ 144,000 հոգին են եւ հնարավոր է ուրիշներ նույնպես, դա ես չեմ կարող ասել, դրանք եւս հարություն են առնում, միանում են Հիսուսի հետ եկած սուրբերուն։ Սա երրորդ փուլն է առաջին հարության։ Սա սուրբերու հարությունն է։ Դրանք այլևս չեն մահանալու 1000 ամյակին, դրանք ունեն հավիտենական վիճակ մարմիններ, իսկ մյուս ժողովուրդները երկրի վրա ապրող, նրանք հավիտենական վիճակ չունեն։ Հետևաբար թագավորողները հավիտենական է իրենց վիճակը, հավիտենական հարուցյալ մարմինն է, իսկ մնացյալ ժողովուրդները ոչ։ Տեսնում եք ինչքան հետաքրքրական բաներ կա այստեղ։ Մյուս մեռելները երբ հարություն պիտի 1000-ամյակը երբ որ վերջանա, ավարտելուց հետո նախքան նոր երկինք ու երկիրը ստեղծելը վերջին Թադաստանը պիտի կատարվի։ Վերջին Թադաստանի մեջ առաջին հարություն արածները դրանք Թադաստանի չեն կանգնելու։ Նրանց մասին ասում է Պողոսը, օրինակ առաքյալներուն համար ասում է, չգիտեք դուք Իսրայելի 12 ցեղերը պիտի դատեք, չգիտեք հրեշտակները պիտի դատեք։ Հետևաբար առաջին հարություն առնող հարսի կարգավիճակ ունեցողները, որ 3 փուլերով հարություն էին արել, դրանք Քրիստոսի կողքը նստում են Թադաստանի ժամանակ։ Իսկ մնացյալ բոլոր մերեղերները հարություն են առնում, կանգնում են Քրիստոսի առաջ, դրանք, որ իրենց անունները գենաց քրքի մեջ գրված են, դրանք ապրում են եւ դրանք նոր ստեղծագործության մեջ ապրում են, դրանք, որ իրենց անունները գրված չեն, գրագելիճը ցկվում են, որտեղ որ է Սատանան, որտեղ որ է Քազանը եւ Սուտ Մարգարեն սիրելիներ։ Շարունակեմ։ 1000 տարին լրանալեն վերջը 1000 տարի վերջավորության, ուրեմն 1000 տարի վերջավորության գսե պիտի արձակվի Սատանան իր բանդեն ու պիտի ելե ու մոլորեցնե երկրի 4 անգույները եղող ասկերը։ Գոգն ու Մագոգը, որպեսզի զանոնք պատերազմի հավաքե, որոնց համրանքը ծովու ավազին չափ է։ Երկրին ընդարձակությանը մեջ ելան եւ սուրբերուն բանակը ու սիրելի քաղաքը 4 կողմեն պատեցին։ Բայց գսե երկինքեն Աստծմե գրագիչավ ու սպարեց զանոնք։ Ոչ մի բան չի կարողացան անել։ Երկինքեն Աստծմե գրագիչավ ու սպարեց զանոնք, իսկ փանսարգուն, որ զանոնք մոլորեցուց, ձգվեցավ, այսինքն նետվեց, քծվեցավ, գրագե ու ծուծումփի լիջի մեջ, ուր էին արդեն Քազանը,
Հիսուս որ վերադարձավ Գազանի եւ Սուտ Մարգարեն գրագով լիճ ուղարկեց եւ Սուտ Մարգարեն հոմ պիտի չարչարվին ցորեկ ու գիշեր Հավիդյան Սավիդենից տեսնում ենք որ ոչ մի բան չի կարողացան անել սրանք հավաքվեցան Սուրբերու դեմ պատերազմելու համար երկինքեն գրաչ իջավ իրենց սպարեց սիրելիներ ուրեմն մինչև հասնեմ այն բաժինը մենք ընթերցեցինք հազարամյայի մասին մանրամասնություններ կա որ հիմա ուզում եմ ձեր հետ խոսել ինչի համար պետք է հազարամյան լիներ այսը շատ հետաքրքրական մանրամասնություններ կա որ ես դրանք արդեն իմ մոտ բան եմ պատրաստել եմ ձեր հետ կիսվելու համար սիրելիներ առաջինը Քրիստոսի արդար իշխանությունը թագավորությունը պետք է կատարվեր երկրի վրա բոլոր մարգարեությունները դրա մասին խոսում են որովհետև ինչու համար որովհետև հազարամյակներու ընթացքին 6000 ամյակներու ընթացքին սիրելիներ Ադամեն մինչև 7-րդ հազարամյակը գիտենք որ մենք տեսել ենք դընթոց գրքի մեջը ստեղծագործությունը Աստված կսե 6 օրվա մեջ ստեղծեց երկիրը ու մարդը ամեն ինչը որ կա 7-րդ օրը հանգստացավ իր բոլոր գործերեն մարդը ստեղծվել էր Աստծո հանգիստի մեջ ապրելու Աստծո հանգիստը պետք է լիներ երկրի վրա, բայց Ադամ ինգավ, հետևաբար մարդկությունը մնաց 6-րդ օրվա մեջ։ Հետևաբար 6 թիվը սիրելիներ, դա ներկայացնում է մարդկության ինգած վիճակը, մարդկության ժամանակաշրջանը, որ Աստծո հանգիստը չի մտնում։ Իսկ մարդիկ, որ մահանում են, դրանք, որ Քրիստոսով են մահանում, Աստծո հանգիստն են մտնում, իհարկե։ Մինչև հարության օրը։ Իսկ հարության օրը սիրելիներ, դա արդեն 7-րդ օրը չէ, հարության օրը 8-րդ օրն է։ Ինչպես Քրիստոս 8-րդ օրը հարություն արավ, կամ եթե ուզում եք կարող ասել 7-րդ օրվանից հետո առաջին օրը։ Հիսուսը մեկ շաբթին հարություն արավ, կամ կիրակի օրը եթե ուզում եք, իսկ շաբաթն է 7-րդ օրը, որ խորհրդանշում է Աստծո հանգիստը։ Որովհետև Հիսուսի հարությունը ինքը խորհրդանշում է նոր ստեղծագործությունը, սիրելիներ։ Հետևաբար մենք կանչված ենք նոր ստեղծագործության համար, դա հավիտենականությունն է 8-րդ օրը, դա նոր ստեղծագործությունն է, սիրելիներ։ Եղավ։ Հետևաբար մարդիկ 6-րդ օրվա մեջ ապրած ընթացքում, այսինքն Ադամից մինչև այս օրս, մինչև հազարամյան, մարդիկ իրենք միշտ ասեցին, մենք կարող ենք կառավարել առանց Աստծո։ Եվ դրա կակատնագետը իհարկե Քազանն է, որ ունի 666 թիվը, Կորստյան որդին ունի 666 թիվը, 666 թիվը որ մեկն է, 6-ը մարդկության թիվն է, 666 կրկնվում է, նշանակում է, որ 7-րդ օրը մերժում է մարդը մտնել, այսինքն Հավիտյան ուզում է 6-րդ օրվա մեջ մնա, Հավիտյան ուզում է ինքը թագավոր է, հետևաբար Քազանի նպատակը Աստծո 7-րդ օրը չմտնելն է, դա մերժել է եւ ամեն ինչ անել, որովհետեւ մարդու կյանքը երկարի, դրա մասին ես շատ պիտի խոսեմ, եւ մարդու մահվան պրոբլեմը լուծեն, այսինքն Քազանը ինքը պիտի խոստանա մարդկանց, չպիտի երկարեմ այս թեման, պիտի խոստանա մարդկանց, որ հավիտենական մարդու խնդիրը մահվան կարելի է լուծել, բարձրապես որ գենետիկական խնդիր է, թերություն է եւ արդիական գիտությամբ եւ բժշկությամբ գեները կարելի է վերաշարատրել եւ այդ դեֆեկտը թերությունը գենից հանել, որ մարդը կարողանա երկրի վրա հավիտյան ապրի եւ դա պիտի խոստանա եւ մարդիկ պիտի սկսեն ավելի երկար ապրել, գիսամեքենայական մարդը պիտի սկսի տրանսհումանիզմը, խոսել եմ, կարող եք երթալ դա լսել, բայց չպիտի խորանամ սրա մեջ, միայն թե 666-ին համար է ասում, հետևաբար 666-ը ինքը խորհրդանշում է երկրի վրա կյանքը հավիտյան, սատանայի դա ծրագիրն է,
բայց Քրիստոսի վերադարձով դա պիտի խափանվի, դրա համար Հիսուս կսե, ան որ մինչև վերջ համբերե, պիտի դա փրկվի, Հիսուսը պիտի վերադառնա եւ նախադեստված հանգստյան օրը երկրի վրա պիտի կատարվի, իսկ մեկ օրը 1000 տարի է գսե Աստվածաշունչը, հետևաբար 7-րդ օրը երկրի վրա դա պիտի նշանակե 1000 տարի սիրելիներ, հետևաբար Քրիստոսով երկրի վրա Աստծո հանգիստը կատարվելու է 1000-ամյակ։ Ուրեմն մարդը որ ասում էր ասեցիք, որ մենք կարող ենք կառավարել առանց Աստծո, բայց 1000-ամյակը ցույց պիտի տա, որ հակառակը իրավացի թագավորը Հիսուս Քրիստոսը բացահայտ կերպով պիտի թագավորի երկրի վրա սուրբերու հետ միասին եւ աշխարհը պիտի տեսնի, թե ինչպիսի տեսք ունի իսկապես արդար ու կատարյալ կառավարումը։ Եվ դա մենք տեսնում ենք իհարկե Եսայի 11-րդ գլխի մեջը, Եսայի 11-րդ գլխի մեջ այդ մարգարեությունը պիտի կատարվի սիրելիներ 1000-ամյակին։ Ընթերցեմ, չեմ ուզում շատ կրճատել, որտեղ հետաքրքրական է որ մանրամասնությամբ հասկանանք խաղաղ թագավորությունը Հեսեի բունեն շարավիղը պիտի ելլե եւ անոր արմադեն ընծյուրը պիտի բուսնի ու անոր վրա պիտի հանգչի Տերոջը հոգին։ Հեսեն իհարկե Դավիթ թագավորի հայրն էր, հիշում եք բոլորդ, ով է այդ արմադը Հիսուս Քրիստոսն է, անոր վրա պիտի հանգչի Տիրոջ հոգին, իմաստության ու անջարի հոգին, խորհրդի ու զորության հոգին, գիտության եւ Աստծո հոգին, Աստծո վախի հոգին։ Անիկա Տերոջը վախով պիտի լեցվի եւ իր աչքերուն տեսածին համեմատ պիտի չտադե ու իր ականջներուն լսածին համեմատ պիտի չհանդիմանե, հապա աղքատին թաթը արդարությամբ պիտի տեսնե ու երկրին զրկվածներուն համար իրավամբ պիտի հանդիմանե, իր բերնին քավազանովը երկիրը պիտի զարնե, ու իր շրթունքներուն հոգիովը ամբարիշտը պիտի մերցնե, ու իր երեգամուտներուն գոտին հավատարմությունը պիտի ըլլա, գայլը գարին հետ պիտի բնակի, ու ինձը ուլին հետ պիտի պարկի, որտեղ դա պիտի լինի, 1000-ամյային սիրելիներ, գայլ այլս գարին չի պիտի ուտե, միասին պիտի պարկեն, հորտն ու արյուծը եւ պարարծը վարակը մեկտեղ պիտի արածեն, ուզանոք բզդիկ տղամը պիտի քշե, ծնտոցի մեջի գարկավիճակին բոլոր կազանները աթամին ենթարկվում էին, իրար չէին հոշոտում, Աստված իրենց խոտներ տվել ուտելու, հիշում եք, մսակերություն չի գար, անասուններու սպանություն չի գար, անասուն չեր հոշոտում, այդ նույն վիճակը պիտի վերադառնա, գսե կովը արջին հետ պիտի ճարագի, անոնց ձակերը մեկտեղ պիտի պարկին, արյուծը արջարի պես հարդ պիտի ուտե, վերադարձանք նույն վիճակին, բայց սա ավիդենականությունը չէ, 1000-ամյան է, արյուծը հարդ պիտի ուտե, արջարի պես 1000-ամյա ընթացքում, ու գաթնգեր տղան իշին ծագին վրա պիտի խա, եւ գաթեն կտրվածը ցերկը կարպին բույնին վրա պիտի տնե, անոնք պիտի չվնասեն ու չապականեն իմ բոլոր սուրբ լերանս վրա, քանզի երկիրը Տերոջ գիտությունովը պիտի լեցվի, ինչպես ջուրերը ծովը գծածկեն։ Ինչ գեղեցիկ է, չէ՞։ Շատ գեղեցիկ է սիրելիներ։ Սա 1000-ամյան է։ Աստված նախատեսել է սա, նախասահմանել է եւ այս արդար թագավորությունը երկրի վրա պիտի կատարվի Աստծո հանգիստը, Աստծո արդար թագավորությունը երկրի վրա պիտի կատարվի ըստ ինչպես մարգարեության դրանից հետո է որ հավիտենական կյանքը պիտի սկսի։ Ուրեմն այդ բոլոր դրված խոստումները 5 տակարանի մեջ սիրելին տեսնում եք բազմաթիվ մարգարեություններ իհարկե խոսում են ապակյա երկրային թագավորության մասին միայն Եսայի 11-ը չէ որտեղ կլինի խաղաղություն, արդարություն, Իսրայելի վերականգնում եւ ազգերը կգան Տիրոջ երկրպագելու։ Եվ այս խոստումները իհարկե չափազանց կոնկրետ են, ամբողջությամբ կվերապերվեն միայն նոր այս արարչագործությանը
հազարամյակը սիրելիներ, ուրեմն ինչ է լինում, այդ խոստումների պատմական իրականացումն է նախքան նոր երկինքն ու նոր երկիրը ստեղծվելը։ Բայց դա շատ կարևոր կետ կա, երկրորդ կետը սիրելիներ, ինչու համար հազարամյան, մարդու սրտի իրական վիճակը վերջնականապես բացահայտելու։ Մարմնեղեն մարդու սրտի վիճակը վերջնականապես բացահայտելու։ Հենց սա արդեն պիտի կապվի, ինչու համար սատանան պիտի կապվի, ինչու համար սատանան պիտի արձակվի, ինչ է կատարվում դրա հետ, արդեն հիմա գալիս ենք դրանց բոլորին։ Ուրեմն սա ամենախոր նպատակն է իմ կարծիքով։ Սա ոչ թե միայն Հիսուսի սա ամենախոր նպատակն է, որ տեսնում ենք հազարամյայի վերջավորության։ Ուրեմն հազարամյա վերջավորության մարդիկ ապստամբում են եւ հսկայական բանակ։ Այսինքն տեսնում ենք, որ միգուցե մարդկանց մեծ մասը ապստամբում է եւ գալիս է որպեսի պատերազմի արդար սուրբերուն հետ եւ Քրիստոսի դեմ պատերազմելու։ Բայց մենք ընթերցեցինք ինչ է լինելու դրա վերջը։ Ուրեմն սա իհարկե ապացուցում է, որ մարդու հիմնական խնդրը երբեք չի եղել, ու շատ լսեք, վատ կառավարությունները երկրի վրա։ Դրանք վատ են։ Մարդիկ ասել են, որ արդարություն չի գա երկրի վրա, եթե կառավարությունը արդար լինի, բարի լինի, մենք լավ կլինենք, բայց այստեղ ցույց է տալիս, որ դա չի եղել մարդու հիմնական խնդիրը։ Երկրի վրայի վատ կառավարությունները չեն եղել։ Աղքատությունը չէ, որ է, դրանք իհարկե աստեցություն ունեն, բայց լավ լսեք։ Անկիտությունը դեկիտությունը չէ, կամ նույնիսկ սատանայական խաբեությունը չէ հիմնական խնդիրը, որովհետև տեսնում ենք, որ նույնիսկ կատարյալ պայմաններում, երբ որ կատարյալ թագավորի իշխանության ներքո են հազարամյակի ընթացքում, չվերածնված մարդու սիրտը, վերստին չծնված մարդու սիրտը կարող է ընտրել ապստամբությունը։ Իսկ վերստին ծնվածները հազարամյակի ընթացքում իհարկե չեն ապստամբելու, բայց վերստին չի ծնված մարդու սիրտը ապստամբելու է, ինչքան արդար լինի թագավորությունը երկրի վրա։ Ուրեմն եւ հազարամյան ուզում եմ հիշեցնել, որ սա որպես անցում է հին արարչագործությունից դեպի նորը արարչագործությունը սիրելիներ, ինքը պատմության մաս է կազմում, ինչպես որ ասեցի, մահը դեր գոյություն ունի, ինչպես տեսանք Եսայի 65-րդ գլխի մեջը, ասկերը դեր գոյություն ունեն, տարբեր ասկեր գոյություն ունեն, երկիրը նորոգված է, բայց դեռ ամբողջովին նոր ստեղծված չէ։ Միայն վերջին Թադաստանից հետո է սիրելիներ, որ գալիս է վերջնական վերափոխումը։ Ինչպես որ Հայտնության 21-րդ գլխու առաջին համարի մեջ տեսնում ենք, տեսա նոր երկինք ու երկիր։ Ահա նոր երկինքն ու նոր երկիրը տեսա, վասնզի առաջին երկինքն ու առաջին երկիրը անցան եւ ալ ծով չի գալ։ Դա արդեն նորն է, նոր արարչությունն է։ Ուրեմն անցամբ ես կարծում եմ, որ ամենախորը նպատակը հազարամյայի մարդու սրտի, ինգած մարդու սրտի վերջնական բացահայտումն է սիրելիներ։ Ուրեմն, Եդեմում մարդը մեղքորձած չէր, ամեղ վիճակից ինգավ, որտև հրաբուրվեց եւ ուզեց աստվածանալ։ Հրաբուրանքը դա էր, չէ՞։ Հրաբուրվեց, ուզեց ամեղությունից դարձավ մեղանչող։ Ուրեմն խղճի առաջնորդության ներքո նորից մարդը ընկավ։ Օրենքը Աստված ուղարկեց, օրենքի ներքո նորից մարդը ընկավ։ Իսկ եկավ շնորհքի ժամանակաշրջանը, Քրիստոս եկավ։ Շնորհքի ժամանակաշրջանում շատ շատերը քերակույն մեծամասնությունը նորից մերժեցին շնորհքը, մերժեցին Քրիստոսին։ Տեսնում եք։ Հիմա Քրիստոսի տեսանելի թագավորության ժամանակ պիտի տեսնենք, որ հազարամյայի վերջավորության ահագին մեծ թվով
մարդեր ընտրում են ապստամբությունը։ Հետևաբար մարդկության ամբողջ պատմությունը վկայում է ճշմարտության մասին, սիրելիներ։ Ուրեմն երբեք խնդիրը միջավայրը չի եղել։ Դրանք աստեցություն ունեն, շատ աստեցություն ունեն, բայց բուն խնդիրը երբեք միջավայրը չի եղել։ Խնդիրը մարդու սիրտն է եղել։ Ուրեմն միայն նրանք, ովքեր Քրիստոսի միջոցով ստացել են նոր սիրտ, ուրախությամբ, ոչ թե նայեցեք ապստամբում են, չէ, Ազարամիայի մեջ, անոնք են միայն, որ նոր սիրտ են ստացել, կփնակվեն Աստծո հետ նոր արարչագործության մեջ։ Ուրեմն տեսնում ենք, որ հետևաբար հազարամյան Աստծո վերջնական պատասխանն է մարդկության բոլոր արդարացումներուն։ Մարդը արդարացնում է, եթե այսպես չի լիներ, եթե աղքատ չի լինեի, եթե չհալածեին, չսպաննեին, պատերազմներ չի լիներ, անարդարություն չի լիներ եւ այլն, մենք արդար կլինեինք։ Այդպես է, չէ՞։ Մարդը ինքնարդարացման ընթացքի մեջ է, միշտական։ Մարդը միշտ իր անձը արդարացնում է։ Հիս հազարամյան լինում է վերջնական պատասխանը մարդկության բոլոր արդարացումներին։ Այլևս ոչ մի արդարացում չի գա։ Մարդն այլևս չի կարող ասել, օրինակ, եթե աշխարհը ավելի լավ լիներ, ես կհնազանդեի Աստծո։ Համաձայն եք։ Քանի որ այդ ժամանակ աշխարհը կլինի մաքսիմում լավ վիճակում, իսկ Քրիստոսը անցամ թագավորում է։ Եվ նույնիսկ այդ պայմաններում, սիրելիներ, մարդիկ ընտրում են ապստամբությունը։ Ուրեմն, այսպիսով, ամբողջ տիեզերքի առաջ վերջնականապես կբացահայտվի, սիրելիներ, որ փրկության գարիքը ոչ թե համագարքերն ունեն, այլ մարդկային սրտերը, ոչ թե այդ բոլոր համագարկները, որ տիրապետել են երկրի վրա ունեն, մարդկային սիրտն է, որ փրկության գարիք ունե։ Հիմա այստեղ սկիզբին սկսեցի նյութով ամենակարևոր բաժինը, այստեղ նորից մի քիչ վերահիշեցնում եմ, բայց ավելի խորությամբ։ Ուրեմն, 6-րդ օրը կրկնում եմ, մարդկության աշխատանքի եւ պատմության ժամանակաշրջանն է։ 7-րդ օրը Աստծո հանգիստն է, խոսեցա սկիզբին, հետո նոր արարչագործությունը։ Ըստ այս մոտեցմամբ, սիրելիներ, հազարամյա թագավորությունը կարող է դիտվել որպես արարչագործության 7-րդ օրը, ասեցի, Աստծո շաբաթական հանգիստը երկրի վրա։ Ուրեմն, ինչ է դառնում պատկերը ամփոփումով։ Ամփոփեմ իմ ասածը։ 6-րդ օրը մարդկային պատմություն, բայկար, մեղք, մահ։ 7-րդ օրը Քրիստոսի թագավորություն, խաղաղություն, հանգիստ, արդարություն։ 8-րդ օր նոր երկինք ու նոր երկիր, հավիտենություն։ Ուրեմն, Հիսուսը հարություն արավ շաբաթվա առաջին օրը, այսին 7-րդ օրից հետո առաջին օրը, սիրելիներ, դա սկիզբի առաջին եկեղեցու հայրերն ար, դա կոչում էին 8-րդ օր, սիրելիներ։ Եվ դրա համար երբեմն տեսնում եք, որ մգրտության ավազաններ 8 անգյունով են արել, 8 անգյունյա։ Դա խորհրդանշում է 8-րդ օրը, սիրելիներ։ Ուրեմն, այս պատկերով, այսպես ամփոփենք, Եդեմի շաբաթը, այսինքն հանգստյան օրը, գորավ Ադամի անգումով գորավ։ Հազարամյակում, սիրելիներ, Աստված վերականգնում է այդ կորցրած հանգիստը երկրի վրա։ Իսկ նոր երկինքն ու երկիրը այլևս բարձրապես ի վերականգնված Եդեմը չեն իհարկե, այլ
8-րդ օրը հավիտենական նոր արարչագործությունը, որտեղ այլևս ոչ մահ կա, ոչ մեղք կա, ոչ ժամանակի սահմանափակում կա, սիրելիներ։ Ուրեմն հազարամյակը 7-րդ օրն է Աստծո հանգիստը պատմության մեջ երկրի վրա, իսկ նոր արարչագործությունը 8-րդ օրը Աստծո հանգիստն է պատմությունից այն կողմ հավիտենականությունը, սիրելիներ։ Տեսնում եք։ Հետևաբար հազարամյան սկիզբեն նախասահմանված է այս բոլոր պատճառներով, որ ցեզ ես ասում եմ։ Եվ տեսնում ենք, որ այն մարդիկ, որ հազարամյա ապրեցան Հիսուսի հետ, դրանց սրտերն արքննվեցան, դրանց սրտերը տեսնում ենք, որ ապստամբ էին։ Հետևաբար Քրիստոսի արդար հազարամյա թագավորությունը նրանց սրտերը չփոխեց եւ իրենք ապստամբեցան։ Աստված ցույց է տալիս, որ ամենակատարյալ պայմաններում ընկած մարդը փրկիչի կարիք ունի, շնորհքով փրկվելու կարիք ունի, վերստին ծնվելու կարիք ունի, որպեսզի Աստծո հետ հավիտենական կարողանա ապրել։ Այս կեն սիրելիներ, իհարկե բարդ թեմա է, շատ մանրամասնություններով խոսում եմ, աղոթեք, որպեսզի Աստված ձեզի լուսաբանե, փառավորվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը։ Շատ թեմաներ ունեմ ձեզ հրամցնելու, շատ։ Սկսելու եմ, աղոթեք Տերը առաջնորդե ինձի, որ բոլորը կատարելությամբ ձեզ փոխանցեմ։ Հիսուսի համար շրտնել լինեմ, որովհետև առանց Սուրբ Հոգուն ես մարդկային կխոսեմ։ Դրա համար աղոթեք, որ բացարձակ մարդկային ինֆորմացիա չլինի այս հոգևոր թեմաներու մեջ, ես վերջապես մարմնի մեջ եմ, աղոթեք, որ Տիրոջ համար շրտնել լինեմ, իմ օգտին համար չէ, ժողովրդի օգտի համար։ Փառավորվի Հիսուսի անունը։ Ամեն։ Մինչև հաջորդ հանդիպում։